Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, սկսենք աշխատանքային շաբաթը։ Ուրեմն պես անդրադառնանք նախ շաբաթ Կիրակի կամ ուրբաթ երեկոյանից սկսված խոսակցություններին։ Գիտեք ինչ, օգոստոսի 2-ին կլինի առաջին նիստը, արդեն այսպես ասած նոր կազմով, նոր շրջանն է սկսվում արդեն, նոր գումարում է, եւ արդեն պարզ է թե ինչերի շուրջ են փորձելու գեներացնել իրենց խոսույթը, ոչ մի նոր բան ակնկալել պետք չի, նոր դեմքեր կլինեն, բայց ու բնականաբար անգամ փոխհրաձգության ձևակերպումները կարելի է հասկանալ ինչպիսին են լինելու, դա մեր ժողովուրդն է այդպես որոշել, բայց միևնույնն է, կարծում եմ, որ հին են մնալու խոսույթը եւ հին ոչ թե հնացած թեմայա չարժի խոսել, չէ, այլ ռազմավարությունը, որը չի աշխատել ու չի աշխատելու։ Խոսքը հետեւյալի մասին է, քանի որ չկա նոր քաղաքական խոսույթ, չկան նորմալ խելքը գլխին առաջարկներ, ապա խոսույթը կձևավորվի Արցախի շուրջ, դարձյալ Ալիևին կբերեն ազգային ժողով, Ալիևի խոսույթը, հույս ունենանք այս անգամ Աղվան Վարդանյանը, ով իմիջիայլոց հայտարարել է, որ ինքը մանդատը վերցնելու է, սյուրպրիզ է արել, բանա, չի երգի ադրբեջանական երգ, ինչը որ արեց անցյալ գումարման ժամանակ, մի խոսքով, սա է լինելու, ուրիշ ոչ մի բան, դուք տվեցիք, չէ դուք տվեցիք, այ որովհետև այլ քանզիվ ասենց է, տեսեք Ալիևը ասեց, այ տեսեք Ալիևը ասեց, այստեղ հակառակ կողմին չեն ցիտում երբևէ, սա վատ է, սա շատ վատ է, որովհետև այս ամենի մեջ, վատ է ինչու, եւ ինչպես եղավ, որ վատ է, հետեւյալն է խնդիրը, որ մեր քաղաքացիները արտաքուստ ցույց են տալիս, որ հետաքրքրված են Ղարաբաղով, եւ այո Արցախը մեր այս կողմ են կողմ, բայց դա կենացային մակարդակի էր եւ ապացույցը ինչումն է կայանում, տեսեք, երբ որ սկսեցին շատ խոսել, դեռ 21 թվականից սկսած, մեկը ես ու ինձ նման բազմաթիվ քաղաքացիներ պահանջ ներկայացրեցինք, որ թող իշխանությունները, ասենք Նիկոլ Փաշինյանը եւ նախկին ղեկավարները բոլորով ունենան քննարկում հանրայինի եթերում, բանավեճ ուզում եք անունը դրեք, ինչ ուզում եք անունը դրեք, այդ պահանջը ներկայացվեց, որովհետև նախ բանակցություններից կծկտուր բաներ էին սփռտում դաշտ, այսինքն ով ինչ լսել էր, ով ոնց գիտեր, այդպես ներկայացնում էր, փոխադարձ փոխհրաձգության էին վերածել, մինչև բանակցային ողջ փաթեթի հրապարակումը, ու ականջալուր եղավ ներկայիս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրավիրեց նախկին նախագահներին, 4 ղեկավար ենք ունեցել եւ ունենք, 4 ղեկավար, որից առնված են 3-ը ուղիղ են բանակցել Ալիևի հետ մինչեւ 44-օրյա պատերազմը, նստեք խոսեք, հրավիրեց, 4-ից մեկը լսեց ժողովրդին, 3-ը չլսեցին, որովհետեւ այս 3-ին նախընտրող քաղաքացիները, 3 ուժերին նախընտրող քաղաքացիները պահանջ չձևավորեցին, ես չտեսա որևիցե օրինակ դաշնակցական կամ Քոչարյանին սատարող մի քաղաքացու, ով պահանջում է, ասում է, պարոն Քոչարյան էլ գնա, ընդունի հրավերը ու նստեք մեզ ուղիղ եթերով պատմեք ու բանավիճեք ու ապացուցիկ քո ճշմարտացիությունը իր ներկայությամբ, ես չտեսա որևիցե հանրապետականի կամ սրանց հարող են, չգիտեմ, Էլիզաբեթներ, բաներ, տենց կան էլի, հիմի շատ ակտիվ են, արտգործնախարար Արփինե Հովհաննիսյան, մյուս, հիմի շատ ակտիվ են նրանք, չտեսա, որ պահանջը այդ ներկայացնեն, որևիցե մեկը չի ներկայացրել եւ ոչ էլ դա տեսնելու ենք ուժեղ Հայաստան սատարող քաղաքացիների կողմից, հետեւաբար չբերվեց մի հարթություն, չբերվեց պատասխանատվության գոտի եւ քանի որ չի բերվել, նրանք էլ կարողացել են իրենց էլեկտորատին համոզել, որ ճիշտ է նման բանավեճերի չգնալն է,
Վերջ, անընդհատ վերարտադրման process-ում են եւ անընդհատ Արցախի հարցը շահարկման process-ում են։ Կարելի է Արցախի հարցը շահարկել գուցե, չգիտեմ, բայց դրանից Հայաստանի Հանրապետության կառավարման արդյունավետությունը չի բարձրանալու եւ արցախցիներին էլ օգուտ չի լինելու, որովհետեւ ամեն անգամ երբ որ խոսում եք դրանից, պատկերացնում եք առնվազն 120,000 արցախցի, ուզում եմ հասկանա ինչ ասեցիք, ասես ընկնում է այդ հույզերի մեջ, հետո էլի ոչ մի բան չի լինում։ Ու դուք պարզ չեք կանգնում ու խոստովանեք, որ դա չէր կարող լինել ու չի կարող լինել։ Ես ամենատարեկան օրինակներից մեկը բերել եմ, մի հատ էլ հիշեցնեմ։ Օրինակ վերաբնակեցման ծրագիրեր չէ իրականացում դեռ 90-ականներից հրադադարից հետո Լաչինում, այդ Քարվաճառում, Քաշաթաղում, այդ հատվածներում, այդ 7 շրջաններում։ Բայց եթե նայում եք, թե սկզբում ինչ էին խոստանում վերաբնակեցման ծրագրի շրջանակներում, հետո քիչ-քիչ ոնց էր պակասում խոստումը, ու հետո վերջում ինչի էր վերածվել, այդտեղ պարզ երևում է բանակցությունը, ինչպես է գնացել։ Սկզբում համարում էին, որ դա մերն է, ոչ մի 7 շրջան, ու այստեղ վերաբնակեցման ծրագիր, եկեք ձեզ տուն ենք տալիս, բանը անասնատեսակներ ենք տալիս, չգիտեմ, գումար ենք տալիս, հետո դարձավ դե հող ենք տալիս, տենց տունը կառուցելուն օգնում ենք, հետո դարձավ դե ես եմ որ գաք մի բան կանենք, սենց ամենավերջում, հա, այն կովերը դարձան գոճիներ, մի հատ երկու հատ, դեռ բանակցությունները տեսնում էր ոնց է գնացել դեպի փակուղի ի վնաս Արցախի եւ Հայաստանի։ Եվ երբ որ նայում ես զուգահեռ ես անցկացնում իրականում ինչ ա եղել, նայեք, ստեղ սկզբում տալիս են, հետո երբ որ օրինակ համարվեցին դրանք օկուպացված տարածքներ, ստեղ մեղմվեց, դե ուղիղ ժողովրդին հո չէին ասի, լավ, էլ մի եկեք։ Փողը գալիս էր, կարելի էր ուտել, ասել ծրագրեր ենք իրականացնում, հա, բայց խնդիրներն էր, որ մարդիկ չգան։ Իսկ վերջում արդեն ոնց որ դիտավորյալ խնդիր դրված լիներ, որ մարդիկ գնան, չմնան, որովհետև արդեն որոշել էին, որ դա պիտի փոխանցվի, ստեղ խնդիրը ուրիշ բանն է, շատ դեպքերում շահարկվում է, բա 7 շրջանը թող տային ու մնանք, չէր լինելու, որովհետև 7 շրջանը տրվեց, հա, պատերազմով, բայց կռիվ տալով, դրանով ինչ-որտեղ ապահովագրելով Հայաստանի բուն ռազմավարական խորքը, որովհետև եթե քարտեզին նայեք, մենք Սյունիքի շրջանում ռազմավարական խորք չունենք եւ չէր կարելի պարզապես, այո, դրա համար ես 10 տարիներ շարունակ ասում եմ, որ այդ պատերազմը Հայաստանի Հանրապետության մասին էր, այդպես էր ստացվել։ Միևնույնն է, այն տարածքը դարձյալ վերցվելու էր էլի նույն էթնիկ զտումը, նույն ամեն ինչ, այսինքն բանակցությունների ընթացքում չէր եղել որևիցե երաշխավորություն, որ 7 շրջանը տալուց հետո այն մնացած մասի հետ ոնց են վարվելու, ինչ է լինելու, ով է երաշխավորը, ինչ է լինելու, այս ամեն ինչ չէր եղել եւ եկավ հասավ նրան, որ արդեն խոստովանեցին, որ այո, մտել է փակուղի բանակցությունները, այսինքն պատերազմը անխոցափելի է, անգամ մի հատ բախում էլ եղավ 16 թվականին քառորյա, հետո արդեն դա նախերգանքն էր բուն պատերազմական գործողության։ Վերջ, ու հիմա կանգնել ինչ-որ բաներ խոսալ, ասեմ ավելին, Հայաստան դաշինքից մի պատգամավոր ուհի վերջերս մի հարցազրույցի ժամանակ ձևակերպում անում, ասում է դե Արցախը խաղաքարտ էր Հայաստանի ձեռքին, ու այստեղ հարցեր են առաջանում, էլի, ինչ նշանակում նախ Արցախը խաղաքարտ էր Հայաստանի ձեռքին, այդ որ խաղի համար, իսկ ինչ խաղ էր խաղում Հայաստանը, որ Արցախը խաղաքարտ էր։ Սենց արտահայտություններ կան, որոնք հնչում են, հետո անցնում գնում է։ Այդ խաղաքարտը Նիկոլ Փաշինյանը վարի տվեց։ Լավ, վարի տվեց, չտվեց, ով տվեց, դրանք դեռ մի կողմ։ Այսինքն դուք ինչ եք ուզում ասել, որ ինչ որ խաղ կար, որտեղ որ Հայաստանը խաղի մասնակից էր ու որպես մասնակից ուներ խաղաքարտ, որի անունը Արցախ էր։ Այսինքն եղել է իրավիճակ, որ դուք պատրաստ եք եղել լավ առաջարկի դիմաց Արցախը թողնել։
Սա ինքնախոստովանից ավելի լավ ինքնախոստովանանք, ես չէի էլ պատկերացնում, սա նվեր է։ Տիկինը նստած ասում Արցախը խաղակարտ էր, որը բանարվեց։ Եվ արցախցիները պիտի սա գիտակցեն, որ այո, ձեր Արցախը խաղակարտ է եղել, այսինքն դուք եղել եք ոչ թե սեղանի շուրջ, այլ եղել եք սեղանի վրա, որպես կոն, որպես խաղակարտ։ Իսկ մինչև այդ դուք սեղանի շուրջ եք, որտեղից որ ձեզ հեռացրել է Ռոբերտ Քոչարյանը իմիջայլոց։ Ում դուք ձեր Ռոբիկ եք համարում, ձեզանից որոշները։ Այդ սեղանի շուրջ նստած եք, բանակցությունների սեղանի շուրջ, որտեղից որ Ռոբերտ Քոչարյանը ձեզ հեռացրել է ու դարձրել է խաղակարտ, վերածել է խաղակարտի։ Սրա մասին խոստովանում են իրենք։ Պարզապես պետք է լսել այդ արտահայտությունները, փորձել ենթադրություններ անել ու պատկերացում կազմել ռեալ։ Իսկ ռեալի մեջ, իրականության մեջ շանսեր, որ Արցախը ինչ-որ կերպ, ինչ-որ բան կճանաչվի, սուվերեն միավոր կամ Հայաստանին միացում էլ չասեմ, սա առհասարակ էլ չէր կարող տեղի ունենալ որևիցե մեկի պարագայում։ Չնայած որ ամեն ինչ սկսվել էր այդտեղից, էլի, թե երբվանից շեղվեց, որևիցե մեկը փորձել եք ձեզ հարց տալ ու փորձել գտնել պատասխան։ Երբվանից շեղվեցինք այն ճանապարհից, երբ որ փողոցում գոռում էինք միացում գոռալու հետևանքով բերեցինք Լևոն Տեր-Պետրոսյան, KGB-ի լեյտենանտ, թե կապիտան, չեմ հիշում արդեն, բայց փաստաթղթերը կան, ինչը հետագայում դարձավ ուրիշ բան, իսկ այսօր արդեն արտահայտվում են, որ դուք եղել եք խաղակարտ։ Արցախը խաղակարտ կարող էր համարվել, եթե սենց նայում ենք, Ռուսաստանի ձեռքին։ Եվ նա կիրառել է այդ խաղակարտը հայ-ադրբեջանական կոնֆլիկտ հրահրելու համար, տարածաշրջանը որպեսզի հետագայում, որովհետև այդ ժամանակ Ռուսաստանի դիրքերն էլ լավ չեն, տարածքը արդեն սկսի վերահսկել, հա։ Ու այս խաղակարտի մասին խոսույթը կարա միայն ռուսամետ չէ, անգամ հենց ռուսական տեսանկյունից խոսող անձնավորությունը ասի, որը այս պարագայում Հայաստան դաշինքի պատգամավորուհի է ու շատ է սիրում Լևոն Քոչարյանի հետ մեքենայով վարելուց զրուցել, ոնց հասկանում եմ միմյանց հետ ինչ-որ վեհ գաղափարներից։ Դա խաղակարտն է։ Եվ սա չնկատել նշանակում է չունենալ լուրջ վերաբերմունք սեփական ունեցվածքի կամ սեփական ապրած կյանքի նկատմամբ։ Այո, խաբվում են բոլորը։ Երևի հայտնի ֆիլմը Խաթաբալան տեսած կլինեք։ Սոս Սարգսյանի ու մեր Մակրչյանի անգերազանցելի կատարմամբ, երբ ասում եմ մոնք դիփունքսել խափում ենք ու խափվում ենք։ Չկա մեկը, ով չի խափվի, բացառվում է դա։ Այս պարագայում մի ամբողջ ժողովրդի խափել են, բայց այս ժողովրդին դու կարող ես որոշ ժամանակ խափել, դու չես կարող միշտ խափած լինել։ Ու այսօր ես հասկանում եմ, ճշմարտությունը այնքան ողբերգական ու ցավալի է, որ մենք չենք ցանկանում դա այդպես ընդունել։ Մենք ուզում ենք անպայման տակը արդարացնող մի բան դնենք, թե ինչու մենք դա ժամանակին չենք նկատել, ինչու մենք դրա առաջը ժամանակին չենք առել։ Եվ ավելի շատ մենք փորձում ենք մեր խաբվածությունը արդարացնել, քան մտածում ենք Արցախի մասին։ Ես անկեղծ եմ ասում, այդպիսի տպավորություն է։ Որ ոնց, ուրեմն մենք այսքան, ուրեմն իրենք ինչ-որ բան են բանակցել, ու մենք այդքան անուշադիր ենք եղել, այո։
Ուրեմն իրենք բանակցած են եղել այսպես, իսկ մենք ուրեմն պատերազմը պիտի լիներ, իսկ մենք բանակ չէինք նախապատրաստում, այո։ Այո, դա բոլոր հարցերի պատասխանը այո է։ Նմանատիպ բոլոր հարցերի պատասխանը։ Ու այդտեղ այո, մեր բոլորի մեղավորության բաժինը կա։ Եվ միակ բանը, որ կարող ենք անել, որպեսզի մեր սխալները ուղղենք, որպեսզի կարողանանք դուրս գանք այդ ամենի տակից, միակ բանը մեր Հայաստանի Հանրապետությունը փորձանքների դաշտ չտանելն է, նրա տնտեսական անկախությունը ամրացնելն է, օրինապահ, իրավապահ քաղաքացի լինելն է, եւ հետեւողական լինել բոլոր քաղաքական ուժերին, պետական կառույցներին, որպեսզի նրանք աշխատեն իշահ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այս այն տեղն է, որտեղ որ քաղաքացիները կոնսենսուս պիտի ունենան։ Սա միակ կետն է։ Միակ կետը, որ բոլորը պետք է պարտավոր են աշխատել, անել այն աշխատանքը, որը որ ստանձնել են։ Անկախ մեր քաղաքական հայացքներից մենք այստեղ պիտի ունենանք կոնսենսուս։ Եվ մեր անձնական առօրյային կենցաղին նույնպես պետք է հետևողական լինենք։ Ու լրջագույն խնդիրը, երբ որ պետական հաստատությունը, իրավապահ մարմինը, մյուսը ձերբակալություն է իրականացնում, ռեակցիան փորձում են մաքսիմում քաղաքականացնել։ Դրանով դուք դառնում եք ենթակա պետության դեմ գործիք, ես լուրջ եմ ասում, սա ցավալի փաստ է, բայց պետք է արձանագրել։ Օրինակ, հա, այսօր աչքովս ընկավ անհետ կորածների ծնողները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում։ Տեսեք, ես այստեղ որևիցե ասելիք չունեմ, որովհետև նախ տեղյակ չեմ իրենց փակ քննարկումներից, հանդիպումները հիմնականում փակ են եղել, ես չգիտեմ ինչ է խոստացվել, ինչ է խոսեցվել, ինչ հանգամանքներ ու փաստեր են ներկայացվել, աշխատանք են, այս բաները չգիտեմ։ Ես սրտացավորեն հետևում եմ, չնայած այնտեղ կան մարդիկ, ովքեր որ քաղաքական ինչ-որ ուղղություն ունեն, որով ես չեմ ընդունում, այնուամենայնիվ դա չի խանգարում ինձ լսել ու փորձել հասկանալ։ Սա այլ բան է, բայց երբ որ դու գնում դառնում ես հանցագործին գործիք, դա արդեն չեղավ։ Այսինքն, օրինակ Ծառուկյանի ձերբակալության համար փորձել դուրս գալ միտինգի, սա ուրիշ բան է, եւ այս հարցը ամբողջովին ուրիշ բան է։ Այնպես չի էլի, որ եթե դուրս են գալիս ակցիայի ինչ-որ բաներ անելու, ակցիաներ անելու կամ բողոքի ցույցեր անելու, ուրեմն ես բացասաբար եմ վերաբերվում դրան։ Ոչ։ Իհարկե լավ կլինի, որ ամեն ինչ այնքան հարուստ համերաշխ մթնոլորտում լինում, այնքան փոխըմբռնման մթնոլորտում, որ դրանք տեղի չունենան, բայց այնուամենայնիվ սա այն հարցն է, անհետ կորածների ծնողների պահանջի թեման է, այն թեման է, որտեղ որ չես կարող ոչինչ ասել, ոնց կարող ես ինչ-որ վերաբերմունք արտահայտել առանց ներսում լինելու։ Միակ բանը մաշկիդ վրա զգալով փորձում ես, չգիտեմ, ինչ-որ տեղ զգացմունքները իրենց կիսել, հա, ցանկանում ես թեթևացնել նրանց, բայց չես կարող ոչինչ անել մեծ հաշվով։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ Արցախի հետ կապված ասեմ հետեւյալը։
թույլ մի տվեք, որպեսզի շահագործեն, շահարկեն այդ թեման։ Ես ինքս ունեմ, չէ, իմ թաքուն երազանքները, զգացմունքները, որ ինչ որ մի օր Արցախը հետ բերվի, Արցախը լինի ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստան։ Ունեմ ես այդ զգացմունքները ու վստահ եմ շատ շատերից ավելին է այդ խեղդում իմ մեջ, հա, ինձ։ Բայց նաև պետք է հասկանանք, որ այո, մենք տանուլ տվեցինք ու այդ տանուլ տալու մեջ մեղավորը շատ դեպքերում նաև մենք ենք, մեղավորություն կիսում ենք, եւ այն մարդիկ, ովքեր որ նույն ձեռագրով, փող բաժանելով, բանով դառնում էին ղեկավարներ, այդ փողը որ վերցնում էին քաղաքացիները, դա հենց Արցախի գինն էր, նաև։ Այ մինչև հիմա այս վերջի ընտրությունների հետ կապված, նայեք, այդ բնավորությունը նենց է մտել, որ մինչև հիմի դա շարունակվում է։ 26 թվականն է, ընտրությունները եղել են, ամիս ու կես անցել է, դեռևս փաստեր են հրապարակվում էլի ընտրակաշառքի դեպքերի։ Հենց այսօր առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն նոր էլի նյութեր հրապարակել, դարձյալ կապված ուժեղ Հայաստանի հետ։ Նարեկ Կարապետյանից հետ, ովքեր որ ընկել են գյուղ, ասում են ինչ անենք գյուղի համար։ Հետընտրական կաշառքն են հիմա էլ փորձում տալ ժողովրդին, բայց նենց որ չբռնվեն էլի իրենց արևին։ Դե խոսք են տվել, ասել են ձերս գյուղը, որ մեզ ընտրի, մի հատ կոմբայն կտանք, գյուղը ընտրել է, հիմա պիտի այդ կոմբայնը տվեցվի, բայց հասկանում են, որ ուշադրության կենտրոնում են, ոնց տան այդ կոմբայնը, ինչ անենք, վերցել են թուղթուգիրջը, գնացել են, ձեզ ինչ ա պետք, կոմբայն, լավ, մենք ձեզ կոմբայն կտանք։ Սա հետընտրական ընտրակաշառքն է, որը չգիտեմ օրենքի առումով ոնց է ձևավորվում, ոնց է ձևակերպվում։ Եվ սրանք ռուսամետ ուժերն են, ում ոնց համար, որ այո, Արցախը խաղաքարտ էր։ Խաղաքարտ էր։ Բանակ չծառայած, բանակից փախած հիվանդ երեխեքը ընկել են, ուզում են դառնան երկրի առաջնորդներ։ Դեք ձեր գնահատականը ինչ է կամաչում։ Իսկ կառավարման, իմիջիայլոց Արցախը միակ հարցը չի, որ շահարկվելու է էլի առաջիկա 5 տարիներին, շահարկվելու է նաև այս պարգևավճար ասվածը։ Նախ բառը ինքը այնպիսինն է, որ շատ հեշտ է շահարկել, ամեն ինչ գալիս է բառից, որովհետև այն ինչը որ պարգևավճար է, դա պարգևավճար չի, դա հավելավճարն է, հասկանում եք, որը որ ասվում է պարգևավճար։ Այսքան մարդը ավելին աշխատել է, հատկացված գումարից գալիս է, սա պարգևը ուրիշ է։ Բայց չգիտես ինչի անունը մնացել է պարգևավճար, ես չգիտեմ որտեղից է դա մնացել, ու ամեն անգամ երբ որ մենք լսում ենք, ես էլ քաղաքացիների հետ միասին, այո, երբ լսում ենք պարգևավճար բառը, ցնցվում ենք մի հատ։ Ցնցվում ենք ոչ թե որովհետև մեկին նախատեսել են իր արդյունավետ աշխատանքի համար հավելավճար տալ, այլ ցնցվում ենք, որովհետև աշխատանքները չեն գնում սպասված արդյունքներով ու տեմպերով։ Իսկ քաղաքացին ինչ սպասումներ ունի, ինչ տեմպեր է ակնկալում, ոնց որ թե հնարավորությունները կան, միևնույն է այդպես չեն գնում։ Եվ այստեղ է, որ նաև ցնցվում է, այո, որովհետև քաղաքացին չգիտի պետական աշխատողի աշխատավարձի չափը մոտավորապես ինչքան է։ Որովհետև քաղաքացու մեջ դրա նստած է դեռևս, որ պետական աշխատողը ունի հավելյալ բաներ, հնարավորություններ ստեղից ընդեղից մի բան կպցնելու, ապա ինչի այլի մի հատ էլ հավելավճար ստանում։ Այսպես բաներ, որոնց վրա չի աշխատվել, որովհետև
Մեր զանգվածային լրատվական միջոցները առավոտից իրիկուն ինչ ուզում խոսում են, ոնց ուզում ձևակերպում են իրենց մտքերը։ Այսինքն հասարակությանը տեղյակ պայել, տեղեկացված պայել, հասարակությունը առհասարակ զրկված է իր տեղեկացված լինելու իրավունքից, հասկանում եք դուք։ Ու երբ որ հիմա էլի ասում ենք, այսքան գումար հատկացվել է պետական պաշտոնյաներին պարգևավճար տալու համար, ժողովուրդը ցնցվում է, ընդդիմությունն էլ գիտի, որ դրանից ժողովուրդը ցնցվում է, վերջում մի հատ էլ sense գունագեղ է դարձնում ավելի ու լցնում մարդկանց մեջ։ Դե արի այդ մարդուն ասա, որ օրինակ, հա, ասենք այսօր մի գործում վարպետը, թեկուս ասենք շինարարության ոլորտում կամ այլ, բայց վարպետը չեմ ասում բանվորը, պատգամավորի աշխատավարձ է ստանում ավելի բարձր դա անգամ։ Հասկանում եք, կամ եթե վերցնենք օրինակ մաքուր աշխատավարձը բժշկի, պոլիկլինիկայի աշխատող թեկուս, չէ՞ որ այստեղ մի քիչ սոցիալական անարդարություն կնկատենք, չէ՞, մարդ որ սովորել է ներդրում է արել իր վրա, բան, տենց կնկատենք տարբերություն, մասնագետներ, այս ոլորտի մասնագետ, այն ոլորտի մասնագետ, մեր երկրում 200,000 պետական աշխատող կա, զինվորականներ, բայց այդտեղ խնդիրը նրանց արդյունավետությունն է, այքանի որ արդյունավետությունը ոնց որ թե այնքան էլ լավ չի պահպանված եւ այստեղ գիտեք ինչ, իմ կարծիքով շատ մեծ դեր են խաղում վերահսկող կառույցները, որոնք որ եթե չեմ սխալվում վարչապետի հենց կուրացիայի տակ են։ Այս վերահսկող կառույցները, կամ ամեն բան իր այս վերահսկող կառույցները եթե նորմալ աշխատեն, ժողովուրդը կզգա փոփոխություն։ Կզգա։ Եվ տեսանելի աշխատեն։ Այո, կարող է մարդը շատ լավ աշխատի, բայց ոչ ոք չնկատի դա ու չգնահատի։ Պետք է ցույց տալ, որ մարդիկ տեսնեն ու գնահատեն, դա նույնպես կա։ Եվ պետք է տեսանելի դարձնել։ Այն էլ ժամանակակից աշխարհում դա այնքան հեշտ է։ Մարդիկ նստում տեսնում են, բանը, չգիտեմ, Չինաստանում Կիմ Չեն Ընը ինչ կերավ, Կիմ Չեն Ընը չկներեք, Սի Ցզինպինը ինչ կերավ։ Այսօր առավոտյան։ Կամ չգիտեմ, որ ֆուտբոլիստը որտեղ է հանգստանում ում հետ։ Ասենք այսօրվա դարում դա շատ հեշտ է, էլի, իրականացնելը։ Բայց չգիտես ինչի, չի ստացվում։ Այսքան գիտենք ինչի, որովհետև որոշ անգյալների մի հատ խումբ կա, անգյալ բառը շատ լավ բառ է այստեղ, խնդալու բառ։ Անգյալների մի հատ խումբ կա, որոնք որ ոչ մի կերպ չեն ուզում փոփոխել։ Նաև գրավչությունը պետական համակարգում աշխատելու ցածրը հենց աշխատավարձի համար։ Ասենք ով կգնա պետական աշխատանքի մտնի, ասենք մասնագետ, չգիտեմ, կրթված, բան 250,000 դրամի համար կամ 300,000 300,000 դրամ այսօր կարող ես որևիցե տեղ բանվոր աշխատելով ստանալ։ Իսկ այդ մարդը այդ պատասխանատվությունը պիտի կրի, այդ մասնագիտական իր ներուժը, մյուսը ու մի հատ էլ հələ մի քանի լկտիներ էլ ոնց չլինի վիրավորական արտահայտություններ կրապեկներ եկեն, հանրության հետ աշխատելը տենց հեշտ բան չէ, ու գնաց, ինչի համար։ Այստեղ որպեսի խրախուսես այս աշխատողին, ասես լավ, մի րոպե հավելավճարը հաշվարկենք տանք, որը ձևակերպվում է պարգևավճար, մեկել են մյուսները, բա ես չհասկացանք։ Արդեն փիս ենք սովորել։ Բայց մյուս կողմից առաջարկներ կան, օրինակ Հովսեփ Խուրշուդյանը առաջարկ ունի։ Ասում է, այս պարգևավճարների շուրջ դժգոհությունները մեկընդմիշտ փակելու համար առաջարկում եմ դրանց փոխարեն բարձրացնել բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը անցած տարվա Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի աճի կամ անգամ դրա կրկնակի չափով։ Այսինքն ինդեքսավորել պետական ծառայողների աշխատավարձերը հնայի շարժին համապատասխան, որ բոլորը մտածեն, թե ոնց ավելացնեն ազգային հարստությունը։ Հետաքրքիր առաջարկ է։ Կամ
առաջարկներից մեկը կարող մի հատ առաջարկների խումբ լինի, չէ՞, մի քանի կետից բաղկացած, որոնցից մեկը կարող է սա լինել։ Այո, հնայի շարժին համապատասխան աշխատավարձը կբարձրացնենք, այսինքն ամեն տարի հաջորդ տարվանից ավել կստանաս, եթե դու արդյունավետ ես գործել։ Իսկ պետական աշխատողների արդյունավետ գործունեությունը շատ բարձ երևում է հնայի մեջ, շատ բարձ երևում է բյուջեում, որովհետև կան դժգոհություններ, տեսեք, աչքովս ընկավ այսպիսի մի դժգոհություն, որ պետությունը, որ պետեկամուտների կոմիտեն, որ վերադարձնում է գողացված գույքը, հետո ինչ է տեղի ունենում այդ գույքի հետ, ում է բաժին հասնում, արդյոք միջին վիճակագրական քաղաքացին է հետո հնարավորություն ստանում տիրապետել դա, եւ արդյոք համարձակություն դրսեւորում է տիրապետելու, որովհետեւ ստեղ էլ արդեն ոստիկանական ծառայության ոնց որ թե ոդկախ լինելն է խանգարում, դե կարող են հին տերը որոշի բան անել, վրեժխնդիր լինել, ոնց թե եթե իմը չի, ոչ մեկինն էլ չի։ Եվ այս մենտալիտետներ կա, չէ՞, մենք պիտի համահունչ մեր հայկական մենտալիտետի գործենք, իհարկե լավարկելով այն։ Արդյոք հետո իրենից չեն վերցնի, որքանով է ապօրինի վերցված եւ որքանով օրինական։ Այսպիսի ձևակերպումներ են շրջանառվում հանրության մեջ, ու տես մնում է պետգույքի ձեռքի տակ։ Մեկ էլ նայում ես ինչ-որ մի տարածք, որը որ նշված է այսպես, բայց արդեն հողին հավասարացված է, քանդած է, տվեցին մեկին, ով ինչ ուզում անում է, օրինակ այդ Հալաբյան 48-ի տարածքի հետ կապված, որը ես 2-3 անգամ լուսաբանեցի, բայց ոնց որ այդպես էլ ոչ մի փոփոխություն չեղավ։ Բերեցին, այնտեղ այնպիսի բան սարքեցին, որը որ մարդկանց ապրելուն խանգարում է։ Օրենքով չթույլատրվող բաներ իրականացրեցին։ Հետո ասում ես, ցույց ես տալիս, հուշում ես, ասում ես, լավ, երևի իրանց աշխատողները չեն նկատել։ Հուշում ես, ցույց ես տալիս, ասում ես, անգամ դա սկսում են արդեն հաշվի չառնել։ Սա ինչ է, եթե ոչ լճացում։ Լճացում ու այս լճացումը թույլ է տալիս հենց այս ընդդիմությունը, որովհետև նրանք չունեն քաղաքացիների, իրենք գիտեք ինչ, այո, քաղաքացիներ են իրենց ընտրել, բայց իրենք այդ ժողովրդի բանը չունեն, էլի, ասենք, ժողովրդին ոնց որ չներկայացնեն, իրենք ներկայացնում են իրենց շահերը իրենց ընտրողների միջոցով, հասկանում եք, եւ դրա համար տեղյակ չեն, թե քաղաքացու դարդու ցավը ոնց կարա լինի մի հատ այսպիսի խնդիր, իրանք դա չեն հասկանա։ Դրա համար, քանի որ չունեն խոսույթ, գնում են հորինելու ճանապարհով, որը որ կեղծ է ստացվում եւ շատ խոցելի, իրական ընդդիմությունը մնում է խորհրդարանից դուրս, ով որ չգիտի ոնց դրսևորի իրեն, որպեսզի հանրության բանը ստանա, դրական վերաբերմունքը ստանա, ու սենց այս էլ արդեն որերուր ժամկետն է գլորվում։ Ու մարդկանց բուն խնդիրները, թե քաղաքում, թե հանրապետությունում, մնում են իրենց տեղում։ Այսքան ժամանակ ժողովրդի պահանջից մենակ են Գառնիկ Դանելյանին եմ տեսել, մի հատ հարց կար 2 տարի շրջանառեց ազգային ժողովում, անընդհատ գալիս էր, Ջավախա հայերի բանը պրավի հարցը։ 2 տարի գնաց եկավ, լավ, դեռ դա ինչ հարցեր, որքանով քննարկվեց, դնենք մի կողմ, նենց չի, որ ասում եմ չպիտի, բայց ուրիշ որևիցե բան չի լուսաբանվել, որովհետև եթե խոսեն նախքին գողացածից իրենք են գողացել, խոսեն այս ինչ բանը շուտ կառուցելուց իրենց քանդածնա, չի ստացվում, դրա համար նոր ուժեր են պետք, իսկ նոր ուժերի համար նոր միջավայր է պետք, որը որ կարծես թե իշխանություններն էլ այդքան էլ հակված չեն տեղ տալու, իրենց էլ հասկանալի է, մի քաղաքական ուժ էլ իրանք են, բայց արդյունքում այս բախումներից ազդեցություն հակազդեցությունից դժում ենք մենք քաղաքացիներս։
Խնդրեմ, առաջարկ, սա էլ առաջարկը։ Թող գնան աշխատեն, լավ կաշխատեն, փողը ավել կլինի։ Այդ որում շատ դեպքերում իմիջիայլոց, ես ոնց հասկացա պետական կառույցներում այս պարգևավճար ասվածը գնում է բարձր պաշտոն զբաղացնողներին է բաժանվում։ Ինչի՞։ Բարձր պաշտոն ունեցողը լավ գոնե համեմատած բարձր աշխատավարձ է էլի ստանում։ Այն հիմնական գործանողը մնում է ստվերում։ Մնում է ստվերում։ Այն մի անգամ էլ իրենց թող, տակ պրծնեք։ Եվ քանի որ խոսեցինք ինչ-որ բաներ հետ բերելուց, եվս մի հետաքրքիր նորություն է իմ կարծիքով, սա լավ բան է, լավ պրակտիկա է, ինձ թվում է։ Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևանին վերադարձված զբոսայգի։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 18-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ։ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դատախազական ներգործության, ինչպես նաև բավարարված հայցերի արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգու տարածքում, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում ու տվել մի շարք հանձնարարականներ։ Ուրեմն, եթե տեսած կլինեք այդ տեսանյութերը, երեխաները արդեն լողանում էին այդ բանում, ավազանում, հավես է, երեխաներին մանկություն է վերադարձվել։ Այգու հսկայական մասը սեփականաշտորել չորացնում էին, ամեն մեկը իր ձևով պահել էր, այսինքն հանրությունից գողացել էին։ Ու գիտեք, հենց այդ նույն Իջևանում այդ հանրությունից, ումից որ գողացել էին, եղան մարդիկ, ովքեր էլի նրանց ընտրեցին։ Իսկ այստեղ վերադարձվել է հանրությանը, երեխաներին, մարդկանց։ Եվ ամեն մեկը մի գործի ինքը sense կտրտած ոնց որ լինի, ասենք այս զբոսայգին է կտրտած ասենց։ Սրանք դատական բանով իրավական միջամտության արդյունքում են վերադարձել ու ամեն մեկը մի գործ է, որտեղ Սրատերը են Պողոսյան Պողոսն է, իրանը Պետրոսյան Պետրոսն է, մյուսը Լենդրուշը։ Ու պիտի սա գտնել ու դնել տեղը։ Իմիջայլոց հեսա տեսեք։ Հիշեցնենք, որ մինչ այսօր վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը. Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող 200 քառակուսի մետր, Վալանսի փողոցի թիվ 1/30 հասցեում գտնվող 0.04 հեկտար, Թատերական փողոցի 18 հասցեում գտնվող 19 քառակուսի մետր մակերեսով հողամասը, Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող 350 քառակուսի, Թատերական, այսինքն սրանք sense կտորներ են 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 կտոր, որոնք որ առանձին գործերով բերվել է ու այս ամբողջ զբոսայգին վերականգնված հանձնվել է քաղաքացիներին։ Սա մեծ աշխատանք է, բայց այստեղ մեծ ու ժամանակատար աշխատանք է, բայց այստեղ այո դատախազության ներգործության կարևորությունը թերագնահատելը դժվար է եւ շատ լավ պրակտիկա է հենց այն, որ դատախազը մի հատ գնում ու շրջում է այդ տարածքում։ Եվ գիտեք ինչ, դա ստիմուլ է տալիս, որքան էլ որ դատախազը դատախազ, վարչապետը վարչապետ, նախարարը նախարար, իրենց նույնպես ստիմուլ է պետք, որպեսզի շարունակեն աշխատել։ Եվ պետքա գնալ ու արդյունքը ոնց է տոնը մի բան անում ես, sense մի հատ կանգնում նայում ես, չէ, այնպես sense մի հատ մետլախ կպցրեցիր, նայում ես մի հատ բան հավեսա, հետո նոր մյուսը, ու ավելի հավեսով ես անում, էլի այդ ամեն ինչը։ Նույնը սա է, եթե մարդը իր սրտը իր աշխատանքը անում է, այո, պետքա գնա նաև տեղում էլ տեսնի, որ նոր թափ հավաքի, նոր ուժ հավաքի տեսնի, որ դա լավ է, գեղեցիկ է ու շարունակի անել։ Անգամ Աստվածաշնչում ասում։ Ասում է, ինչ բան արեց Աստված ու տեսավ, որ լավ է։ Հետո այն մյուս բանը, այսինքն անգամ իրենց ստիմուլ է պետք, երևի ինձ տենց է թվում։ Դե ինչ, մոտավորապես այսպիսի փիլիսոփայական ավարտ ունեցավ եթերը անսպասելի ձևով, եթերում ազատ շփումներ կհանդիպեն։